Մությունը ասում էր, որ Փաշինյանի վերընտրվելուց հետո Հայաստան պետք է մուտք գործի 300,000 ադրբեջանցի։ Արդեն անցել է 9 օր մեր ընտրություններից, բայց ադրբեջանցիներ լինելու այդպիսի բան։ Հերյուրանք է քաղաքական աչոք գնահատական ավակելու համար են ասում։ Բայց դա մեր ընտրողները վերջ։ Ինչպես։ Ընդդիմություններ չէ՞ պնդում, որ գալու են 300,000։ Այո, պնդում էին, բախի չգան։ Դե իրանց կարծիքն էր դա։ Դե եթե իրանց կարծիքով գնանք, Հայաստանը պետք է արդեն շուտ Ռուսաստանի միացված լիներ, գուբերնիա պիտի լիներ, չգիտեմ, այնտեղ գուբերնատոր պիտի նշանակեին, մեր պարլամենտը պիտի վերանար, կառավարությունը պիտի վերանար, բոլոր պետական ինստիտուտները պիտի վերանային։ Կլիներ միակ ռուսական ցարի հրովարտակ, որ Հայաստանը այլևս որպես պետություն գոյություն չունի։ Եվ վերջապես է ժողովուրդը հասկանում է, չէ՞, դրանց ցանկացածն ինչ է։ Ընդհանրապես Ռուսաստանի հպատակության տակ գնալու ցանկություն։ Իսկ մեր ժողովուրդը խելացի է եւ երբեք նման բան թույլ չի տա։ Շնորհակալություն։ Եվ այս մարդու անունը այլևս չլսենք, իր մտքի գոհարներին չծանոթանանք, բայց մի բան են իրենք կարողանում ուժեղ անել։ Մինչև հիմա ապացուցել են, որ կարողանում են ուժեղ ընտրակաշարք բաժանել։ Իրենք ոչ ուժեղ ոչ մի բան չեն կարողանում անել։ Մեկ էլ ուժեղ կրվեցին, հա, մի քիչ ուժեղ կրվեցին, բայց լավ ուժեղ ընտրակաշարք են բաժանել։ Ու ես նաև այսօր իմացա, որ նրանք այս ուժը այսօր բողոքարկել է Սահմանադրական դատարան ԿՀ-ի որոշումը եւ պահանջում է չեղյալ համարել այդ որոշումը ու կամ երկրորդ փուլ ընտրությունների նշանակել կամ առհասարակ վերաքվեարկություն, հա, ոչ թե երկրորդ փուլ։ Սա ինձ համար էլի զավեշտ է եւ նրանք հիմքում դրել են իշխանությունների համատարած ընտրակաշարքը, թե ինչ է այսպեսի մի վերնագիր։ Ու սա ինչի մասին է, հա? Քաղաքացիները կասեն, լավ, ինչի են բողոքարկել, բոլորը գիտեն, ինչ է կատարվել, որևէ մեկը չի կասկածում մեզ տրված քվեների համար, բոլորը տեսել են այս մարդիկ ոնց են այդ քվեները հավաքել։ Սա մի բանի համար է, սա նրա համար է, որ շեղեն հասարակությանը իրենց բաժանած ընտրակաշարքներից, որովհետև իրենց հանձնաժողովականները ընդունել են ընտրության արդյունքները, բոլոր հանձնաժողովականները երկուական հանձնաժողովական են ունեցել ընդդիմադիր, ստորագրել են արձանագրությունների տակ ընդունել են արդյունքները եւ ուշադրություն սա ամենակարևոր կտորն է։ Բոլոր այն մեղադրանք առաջադրված մարդիկ, գիտեք, հարյուրավոր մարդիկ են ընտրակաշարքի գործով բռնված, մեծ մասը նրանցից տվել է խոստովանական ցուցմունք։ Բայց իրենք չեն ընդունել, հատ իշխանություններին են մեղադրում։ Այդ մարդիկ ասել են, այո, այն ինչու ինձ մեղադրում եք, ճիշտ է։ Տվել է խոստովանական ցուցմունք, ասենք, հեսա դատարանները հասնելու այդ գործերը, հրապարակային լինելու, բոլորս տեսնելու ենք, բոլորս լսելու ենք, իրանք ինչի հետ չեն ուզում առերեսվեն։ Լավ, այդ օրն էլա չէ գալու։ Վերջերս Գիրանց գյուղում, որը դարձավ նոր Հայաստանի կամ, չգիտեմ, խաղաղ Հայաստանի խորհրդանիշը, ի հեճուկս ոմանց, Արևիկ մանկական խումբն էր եկել համերգի։ Համերգ Գիրանցում համերգ չէր եղել ոչ միայն 1991-ից սկսած, այլ նույնիսկ խորհրդային տարիներին Գիրանցում համերգ չի եղել։ Ինչն էր հետաքրքիր, երբ որ ծնողները եւ Արևիկի երեխաները եկան ու նայում են, ասում են շատ ներողություն, բա սահմանը որտեղ է, ասում են այստեղ ինչ որ մոտիկ տեղ, ասում եմ, ես է սահմանը։ Ու սենց իրար են նայում, ասում եմ, այն էլ մահերի տունն է, նայ, սահմանի փշալարը հենց պատշգամբի տակով անցնում, ինքն էլ էս է ապրում։ Ու այսպես հայացքներով սենց փոխանակվում են, այդ հայացքների մեջ շատ ավելի բառեր կար, ու ես սենց ինձ այնքան լավ եմ զգում, որ իրանք իրանց աչքով տեսնում են խաղաղությունը։ Մի քիչ են կողմ որ բարձանան, լրի վրա տեսնում են, որ մի քանի մետրի վրա հայ եւ ադրբեջանցի սահմանապահները դեմ կանգնած, հանգիստ առանց խնդրի կանգնած են։